այսպես ասեմ, ողջամիտ փաստարկ, այն հասանելի աղբյուրներն էլ, որ կան, մեծ հաշվով ներկայացված չեն կամ այդ ժամանակ ուսումնասիրություն իրականացնող ներկայացուցիչն է պայմանական ուսումնասիրել ու չի ֆիքսել, ամեն դեպքում ակնհայտ է, որ այդ մասով մեր գործընկերոջ փաստարկները այս պահին հիմնազորք են կամ ներկայացված չեն, դրա պայմաններում, այսինքն ինչով պայմանավորված պետք է Արմեն Սարգսակյանը առերևույթ օրինական գույքը հիմնավորելուն մի հատ էլ օրինականությունը հիմնավորելուն ուղղված գործողություն անի, այո, ձեր պատկերացմամբ ինչ պետք է վերև ներկայացնել, եթե ունեցել է Արցախի պայմանագիր, ունեցել է գումարի փոխանցում կամ վճարում, ունեք էլ ինչն է ձեզ պետք հիմնավորել, որ մի հատ էլ, այսինքն իրավասու մարմնի համար այդ գործարքը ձեր դիտարկման վիճելի չլինի։ Բաժանորդագրվեք Իրավաբան նեթի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։